Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Վանիկ Հակոբյանը։ Եթե դուք էլ Արցախին 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ներքևում նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք մեր հետ և հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան, Instagram-յան և TikTok-յան ալիքներին հաջորդ հաղորդումները բաց թողնելու համար։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Եթերում է Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Վանիկ Հակոբյանը։ Ողջույն Վանիկ ջան։ Ես էլ եմ ողջունում Վանիկ ջան, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում ես։ Զրույցի ֆորմատի վերաբերյալ մենք արդեն քննարկեցինք, եւ եթե բացման խոսք ունես, կարող ես ներկայացնել խոսքը ու արդեն կանցնենք մեր հիմնական խոսակցության։ Չունեմ տենց այդպեսին անցնենք երևի։ Մինչև բանան գնալ է, օրինակ ինչով է զբաղվում, հասել էր ձեր բերնոր մասնագիտություն, այքո հիմնական զբաղմունքը ինչն էր այդ ընթացքում։ Մինչև բանը գնալը խոհարարությամբ էի զբաղվում, սովորել էի ակադեմիայում խոհարարության, Մամուլյանի աշխատել էի մի քանի տեղ, տենց այդ մասնագիտությունով արդեն ձեռք բերած գնացի բանակ, մինչև այդ ընդունվել էի համալսարան, Ագրարային համալսարան էի ընդունվել, գինեգործության բաժինը, տենց ընդունվեցի, մի կիսամյակ սովորեցի ու բանակ գնացի։ Մեր բանակ երբ ես եկել ու ոնց էր սկզբում բանակի մասին տպավորությունը ինչ գալ է։ Օրինակ ինչ սպասելիքներ ունեիր կամ այդ պատմությունները, որ լսել էի բանակի հետ կապված արդարացան, չարդարացան։ Որ ճիշտն ասեմ, տենց իմ տարիքի ընկերներս շատ էին հետաքրքրված, բայց ես այդքան էլ չէ, ինչ տպավորություն եղել է հիմնականում բանակ սերիալի հետ մնացած տենց տպավորություններն էր, որը երևի արդարացա ինչ-որ չափով, որովհետև մեր մոտ շատ լավ էր, ուրախ էր անցնում, չգիտեմ։ Որտեղից է սկսվել ծառայությունը, որ զորամասում ստանալ, ինչ։ Ձեր հարցին էլ պատասխանեմ, հունվարի 21-ն էր 2020 թվականի 12-798, եթե չեմ սխալվում, համարի զորամասներ քաղաք Որոտան։ Միանգամից Որոտանի զորամասում։ Հա, միանգամից գնացի այնտեղ ու կարանտինային փուլ անցար, ինչ մասնագիտության վրա արդեն նշանակվեցի։ Միանգամից նշանակվեցի հրետանավոր որպես հրետանու նշանառու։ Չէ, մեր մոտ փոքր էր, մարդկոց էր մենակ։ Հա։ Միանգամից նշանառու հաստիք տվեցին, չնայած որ ոչ մի բան չէի անցել, տենց դասեր բան, մեր սերժանտները սովորացնում էին, հիմնականում երևի իրանք են սովորացրել։ Իսկ քրակային պարապմունքներին արդեն ոնց էր կարողանում եք ճիշտ տիրապետել զենքին, ինչ հաջողականությամբ էին ձեր պրակտիկ պարապմունքներ հասկացնում։ Երկու անգամ ենք կրակել որպես պարապմունք Ջաբրահիլում, որ գնում էինք զորավարժությունների տեսքով, երևի երրորդ անգամը չհասցրեցինք, արդեն երրորդ անգամը իբրև պիտի զորավարժություն լիներ, բայց պատերազմներ էլի, տենց։ Ինքն արդեն մինչև պատերազմը կարողացել եք հիմնական ծառայության հետ բանին ադապտացվել կյանքին։ Հա, արդեն 8 ամսվա ծառայող էի, արդեն կորոնավիրուսային բաներն էլ էր սկսվել, ինչ ձեր զորամասորնեք ինչ ձև էր կազմակերպում իր հավորը։ Դե մեր զորամասը որպես այդպեսին տենց քաղաք չուներ, որ դուրս գայինք, օրինակ շաբաթ-կիրակի օրերը, տենց հիմնականում այդ կորոնավիրուսն է պատճառ դարձավ, որ միշտ մնում էինք գումարտակում, տենց։ Պատերազմի ժամանակ մարդկոցն էլ էր դուրս եկած, այ դուք որ ասում եք դիրքավորված սեպտեմբերի 27-ին ու ոնց սկսեց ձեր ստորաբաժանման համար։ Տվյալներ կար, օրինակ մի քանի օր առաջնանից ինչ-որ բան համար մեկ էին տվել կամ ինչ վիճակ էր, ինչ պատրաստվածություն կար ձերում։ Ես սենց եմ մտածում, որ այդ զորավարժությունը հիմնականում պատերազմի համար էր, որովհետև գիտեին, որ սկսվելու է, մեզ էլ մեր մարդկոցի հրամանատարը 2-3 օր առաջ ասեց, որ տղեկ պատերազմը սկսելու, մենք Ջաբրահելում էինք, բան վրաներում, որտեղ մնում էինք, հետո տեղափոխվեցինք արդեն սարեր այնտեղ ավելի հետ քան հիմնական դիրքներ Ջաբրահելի։ Գնացի քրակային դիրք։ Չէ, դիրք չեն գնացել։ Մենք գնացել էինք նենստեղ, որ մեզ քողարկված լինենք, էլի, ասենց ասած։ Ջաբրահելի չաստից հետ էինք, բայց ոնց որ սահմանից ոնց բացատրեմ։ Ավելի Ալեքսի ափին մոտավորապես։ Հա,
Ավելի առաջ էին, քան թե Ճապրայելի գումարտակը, բայց ավելի հետ էին, քան սահմանը, այտենց Հենց 27-ը ձեր մոտ ինչ ձև է սկսվել, ինչ ոնց դիմավորեցիք, դուք ոնց դիմավորեցիք։ ամենահետաքրքիրն է, որովհետև ամսի 20 հենց կռիվը սկսելու ժամանակ ես ու ընկերս հերթապահություն էինք անում մեր մեքենաները ու ժողովրդին անձնակազմին ընդհանուր առավոտվա 7:14 էր ոնց որ հենց ժամով էլ հիշում եմ, որովհետև արդեն տղերքին 4-ից 6-ն էր մեր հերթապահությունը, տղեկին արդեն մի քիչ էլ ավել մնացինք, արդեն առավոտ էր էլի, մի ժամ ավել մնացինք ես ու ընկերս, չհանեցինք էլի հերթափոխը ու արդեն լսում էինք ինչ-որ ձայներ օդի մեջ, առաջինը այդ ԱԹՍ-ի ձայներն էր։ Ես էլ ճիշտն ասած այդ ժամանակ սարի վերևը մի հատ արևային դիսկավորիչ ունեի, ուզում էի այդ բան բարձրանալ, որ վերցնեմ, մեկ էլ արդեն կրակոցներ Ճապրայելի գումարտակից սկսեցին խփել ԱԹՍ-ներին բան, ու դից արդեն կրակոցները սկսավ երկու կողմանի։ Ռմբակոծությունները ոնց սկսվեց։ Մենք այդ պահին զուտ լսելով ենք բան արել, որովհետև սարերի մեջտեղն ենք եղել, չենք տեսել ինչ-որ բան սկզբից, բայց ու այդ պահին համել ասեմ կապ չունեինք ընդհանրապես, կապներ կորել, հետո մեր Մարտկոցի հրամանտար որ կապ հաստատեց արդեն վերադասության հետ, մենք գնացինք ավելի առաջ մեր համար նախատեսված դիրքերը Մարտկոցի համար, ուղղակի մի հատ խնդիր կար, այդ ֆոսերը որ նախորդ մեր համար փորել էին մեզանից առաջ զինվորները ծառայող, շատ հեռու էին առաջնագծից, ու մեզի ու արդեն ոնց որ հեռավորությունը ճիշտ չէր աշխատի արդեն։ Ու արդեն հակառակորդի դիրքերը ոնց որ բան էր արել էլի, նշել էր արդեն կրակել էր այդտեղ։ Դրա համար ստիպված մենք գնացինք հենց ավելի առաջնագից, որ կարողանանք խնդիր կատարենք։ Եւի 1-2 կիլոմետր ենք հեռու եղել էլի հենց առաջնագծից, գնացել ենք այնտեղ արդեն ոչ թե փոս ենք փորել, այլ ուղղակի մեր զենքի համար փոս ենք փորել մի բուջուր, որ կարողանանք դիրքավորենք զենավոր։ Այն ոնց եք մտել արդեն մարտի մեջ։ Մենք սեպտեմբերի 27-ին գնացինք ուրիշ մի տեղ, այդ գիշերը ուղղակի sense անցավ, sense կրակոցները ստից ընդից տեսնում ենք ոնց է գնում գալիս, 28-ին արդեն հենց գնացինք այդ իմասս տեղը, որտեղ թեթև փոսփորեցինք, սկսեցինք արդեն միանգամից կրակելը, որ առաջ չենք կրակել ընդհանրապես sense իսկ ռեալ էլի շատ, սկսեցինք կրակելը, առաջին օրը մեր մինամյոտը ոնց որ արդարացրեց, լավ կրակեցինք 6 հաշվարկ էինք էլի, հաշվարկ ջոկատներով, մենք առաջինն էինք թվով, տենց առաջին օրը կրակեցինք, բան, երկրորդ օրը մեր մինամյոտը փչացավ։ Այդ շատ կրակելուց հա երևի։ Չէ, խնդիր կար բանի հետ, ասեղ ունի մինամյոտ, այդ ասեղի հետ կապված խնդիր եղավ մեխանիզմի հետ։ Չէ, այդ պահին էդի պետք է լրիվ քանդեինք, դրա ժամանակը չկար էլի, լրիվ քանդելու մեխանիզմը։ Մեզ ստիպված բաժանեցին ուրիշ ջոկատների մեջ, ես գնում էի, չգիտեմ, սնարյադ էի տանում բան, չտնես որ նշանառու էի, հաշվարկի գործ էի անում, որ քաշում ա թելը բան, տարբեր ինչով կարացել տղերքին օգնել եմ, ասենց ասեմ, երկրորդ օրվանից սկսած, ու մինչև ամսի 4-ը ոնց որ մնացինք մենք այդտեղ, դրանից հետո մոտորաձգային վաշտա եկել էր մեր մոտ, մի պա տենց պիտի կանգ առներ հանգստանալ առաջ գնար, ուղղակի շատ երկար մնացին, էդի պատճառ հանդիսացավ, որ մեզի ԱԹՍ-ն նկատեց կուտակում որպես տեխնիկաներով էին մոտորաձգային վաշտա։ Մի հատ BMP կար մոտները, բայց դրանից առաջ էլի ԱԹՍ-ները եկել ֆռացել էին մեր մոտ, ուղղակի մի հատ խելացի քայլ էին կարել, մեր մոտ այդ մինամյոտից լիցքեր ա մնում, այդ լիցքերը ու լիքը փայտեր, սնարյադի ящикները վառել էինք, որ ծուխ բարձրանար, տենց ԱԹՍ-ն չեկավ, ֆռած տեսավ մեր մոտ պաժառա, մտածել էին խոցել են մեզի, ու ճիշտն ասած դրանից հետո դադարեցին մեր վրա աշխատելը, դրանից առաջ շատ էին մեր վրա աշխատում, տենց ամսի 4-ից հետո արդեն նահանջեցիք, հա։ Ահա մեզ որ արդեն խփեցին, նախ ասեմ որ մինամյոտները արդեն իսկականից լավ չէին կրակում, սենց այդ հենաստալիա կոչվում է ներքևի մասը արդեն լավ կարմրել էր, ինքը այդպես ոնց որ չգիտեմ ոնց բացատրեմ, որ երկաթը տաքացնես, այդպես շիկացել էր լավ։ Ու արդեն որ մեզ խփեցին, հենց բացի մեր Մարկոցից մի հոգի զոհվեց տղեկից, Սամվելը, չգիտեմ շատ լավ տղա էր ինքը,
Ռմբակոծության հետևանքով։ Հա, ռմբակոծության հետևանքով ինքը ճիշտ ասած ինձ չէր սիրում բռոնի քակներ, որովհետև մի քիչ ինքն էս ջանով էր ու դժվարանում էր, էլի ֆոսֆորել կամ ինչ-որ բան ճկնության համար ու բայց ինձ թվում է բռոնիկ է որ հակած լիներ, այդ շատ մեծ էր իրա վրա էլի այդ հարվածի բան ասկոլիկը դրամ չէր, ինձ թվում է չէր կարող էլի դիման, հա։ Սամոն մոտորը ձգային վաշտում էր պատերազմից եւ մի քանի օր առաջ էր որ տեղափոխել էին մարդկոց։ Հա, տեղափոխել էին մեր մոտ։ Հետո տեղափոխվեց։ Նահանջից հետո ոնց 10-6, իսկ ձեր բանը մարդկական խնդիրները ինչ խնդիրներ դրեցին ձեր առաջ։ Մենք ասեմ նահանջեցինք մի հատ կամազը, որը 3 ագուն էր, մի հատ ագը թռել էր ճանապարհին։ Տենց հազիվ հասանք Ջաբրայելը մի հատ տենց գյուղ կար, թե ինչ էր կոմի նման, տենց այդտեղ մի օր մնացինք, ես ճիշտ ասած հոգեպես, հոգեբանորեն տենց լրիվ իմ մոտ գցել էր, կոպիտ ասած, որ Սամոյնը բան էր եղել, չգիտեմ, այդ տեսարանները տեսնելուց հետո, չգիտեմ, արյունը բան, արդեն իմ համար անսովոր էր շատ, այդ հոգեվիճակով, չգիտեմ, ուղղակի սպասում էի, թե ինչ պետք է ասել, որ անենք, բայց այդ գյուղից հետո մենք հետ գնացինք արդեն Գուբաթլու եկանք մենք Զորամաս եկանք հանգստանալու, չգիտեմ, երևի հանգստանալու, որովհետև մենք խնդիր չենք կարող կատարենք, էլի մենք հրետանի մինամյոտները մնացել էր մինամյոտներից մենակ մերն էինք հետ բերել, մերն էլ անսարք էր, ոնց որ մեր կամազը, չգիտեմ, տղերքից մեկը հետը բերել էր ոնց որ, այդ էլ անսարք էր։ Ինչ Զորամասում մնալուց հետո նորից առիթ եղավ դիրքեր բարձրանալու, թե արդեն ձեր ջոկը օրինակ որպես մինամյոտ չկարողացավ իր հետ բերել, տենց էլ մնաց Զորամասում, հա, ամբողջ։ Մենք Զորամասում երբ որ գտնվում էինք, երկրորդ ոնց որ թե երրորդ օրն էր, Զորամասը ռմբակոծեցին սմերչով, այդ ժամանակ էլի զոհվեցին, վիրավորվեցին տղերք ու մեր մարդկոցից եկային, իրանց տեղահանեցին տարան հիվանդանոց, դրանից հետո ինձ թվում է ընդհանրապես մեր մարդկոցը չէր կարող էլի ընդհանրապես իր գործունեությունը աներ, զենքը չկար, մարդկանցից մի հոգի էր զոհվել մեր մոտից ու մի քանիսը վիրավոր էին, մեզ ոնց որ բաշխեցին որպես սովորական տենց զինվորներ, հա, խոտ դրանից հետո արդեն առաջ գնալու բան չի եղել, որովհետև մեզ ասել են իշխանասարումը արդեն կռիվ է հասել։ Որտե՞ղ ձեր Զորամասին, հա։ Հա, կողքի գյուղն էր իշխանասարը։ Հա։ Եվ 30 կիլոմետր, եթե չեմ սխալվում, մոտավորապես այդքան էր ու արդեն ասացին, որ զորքին դուրս են հանում, այդ ժամանակ պապաս էր եկել իմ մոտ, ինքն էլ ոնց որ ինքը ազատված է ընդհանուր զինծառայությունից, սիրտը վիրահատած է, բայց ինքը եկել էր մոտս որպես կամավոր, դե զորքին հանել էին արդեն մոտավորապես այդ ճանապարհներն էին Գուբաթլուից տանող դեպի Գորիս այդ ճանապարհներին, բայց հիմնական ճանապարհով չէին տանում, որովհետև հիմնականը ռմբակոծության տակ էր։ Տենց եւի զորքը արդեն դուրս հանելու ճանապարհներ ես ու պապաս ենք մնացել ենք Գուբաթլուում, բայց վերջում որ իմացանք արդեն իշխանացորից էլ արդեն ոնց որ գալիս են առաջ, մենք էլ դուրս եկանք, մեր դիդայով ենք այդ ժամանակ, որ ճանապարհները անհնար էր դրանով անցնել, այդ սատկոները անգամ չէին կարող էլի բանանային այդ ճանապարհը, բայց մեր ավտոհազիվ բնակությունը շատ էր, բայց ճանապարհ կար, հետևով ինքնականում անձնակազմը տեղից տեղաշարժվել։ Հա։ Հենց արդեն նոյեմբերի 9-ին դուք տեղավորվեցիք պատերազմը։ Նոյեմբերի 9-ին Քարահունջում էինք։ Քարահունջում դպրոց կար տեղակայված էր մեր Զորամասը, կամավորներ կային մեր հետ։ Մի անգամ հորս հետ ելանք այդտեղ Գորիսի սահմանում հերթապահության դուրս եկանք 3-4 օրով։ Դրանից հետո եկանք ու արդեն նոյեմբերի 9-ն էր, տենց լուրը լսեցինք։ Ինչ տպավորություններ կար ձեր մոտ նորությունը իմանալուց։ Մի անգամ են լավ չէր, որ այդքան զոհ էինք ունեցել, այդ հողը արդեն տվել էինք ու զուտ ոչ մի բան ուրախ չէինք, բայց դե որ շարունակաբար պետք է ավելի վատարանար,
մի տեսակ ուրախ էի, որ всё էլի կանգ առավ ամեն ինչ։ Բայց դե հիմա էլ տենց ուրախ չեմ էլի, որ զուտ այդքան տղա զոհվեց անիմաստ տեղը, կոպիտ ասած էլի։ Այս հետաքրքիր ինչ պատմություն կա, որ կուզենաս առանձնացնել այս պատերազմի օրից։ Որ տպավորիչ, շատ տպավորիչ էր կանար։ Այդ երբ որ հետ եկանք այդ գյուղի մասը Ջաբրահիլում առանձնացա մի պահ ինքս իմ մտքերի հետ, որովհետև հոգեկանս շատ էր խանգարվել, նստեցի միտեղ ու մի հատ կատու եկավ, չգիտեմ, այդ պահին երևի Աստված էր ուղարկել, սկսեցի սիրելը ու ոնց որ հոգիս վեսամ հանգստացավ այդ պահին։ Ես չգիտեմ, որտեղից էր այդ չոլերի մեջ այդ կենթանին հայտնվել, տենց ու համել ասեմ, որ գիրք էի գրում բանակում, որ առաջ օրվանից է գնացել էի, գիրք էի գրում, մեկը ոնց որ իմ հիշողություններն էր մեմուարների տեսքով օրվա մասին, մեկն էլ պատմվածք, որը մինչև հիմա ոնց որ գրում էի, ավարտել եմ արդեն, երկուսն էլ մնաց այնտեղ Ջաբրայելում մնաց, բայց հետո մտքերս իմի բերեցի, արդեն պատերազմից երևի 5 ամիս, 6 ամիս հետո սկսեցի վերականգնել ինչ որ գրել էի, որտեղ շատ կարևոր էր իմ համար։ Հիմա դեռ պատմվել է արձանագրությունները։ Հա։ Պահպանված տունը կա։ Իսկ չես ուզում հանրային ասես, թե շատ անձնական է։ Մտածում եմ հավաքել ամբողջ ծառայությանս մասին ինչ որ պատմվածք գրել, ի դեպ որ պատերազմի մասին էլ էլի, որ ընդհանուր հենց իսկ դրա հետ կապված ինչ կարծիք ունես ծառայությանը, ինչ շատ տալիս ընդհանրապես մարդուն կամ Ինչքան անհրաժեշտ։ Միանշանակ երբ որ 18 տարեկանն է գնում ծառայության ու տենց դժվարությունների է հանդիպում, դա իստում է դու դառնում ես միանգամից 40 տարեկան, որտեղ դու շատ փոխվում ես մտածելակերպով, տենում ես նես բաներ, որը մարդկա ինչը կյանքի վերջ չի տեսնում այդպես բաներ ու չգիտեմ այս պահին որ հետ եմ նայում սենց խոնարհվում եմ այն տղերքի առաջ որ պատերազմի մասնակցել են որտեվ ուրիշա որ կամավորն է կռվում իր ոնց որ կյանքը ապրած ուրիշա որ 18 տարեկան ոչ մի բան չտեսած մարդը չգիտեմ իր կյանքը տալիս է ու ոնց որ Աստծուն է տալի որովհետև ինքը հայրենիքի պաշտպանության իր ընտանիքն է իր աչքի առաջ գալիս այդ բան այդ մտքով ենք գնում առաջ էլի իսկ օրինակ պատերազմի այդ մի քանի օր երբ Ջաբրայելում եք ձեր մարդկային խնդիր լուծել եք ինչ արդյունավետությամբ էր աշխատում ստացվում էր թիրախներ կոչել թշնամու արձագանքները ոնց եղային հա մենք չենք տեսնում որովհետև դե մենք մոտ 2 կիլոմետր հեռու ենք առաջնագծից բայց սենց ասեմ մեր մինամյոտը ինքը խնդիր է կատարում հենց մարդկանց ու շինությունների համար բայց մեզ կապով մեր հրամանատարը մի քիչ առաջ էր մեզանից Գալստյանը կապ էր տալիս մեր մոտի Սիմոնյանին ասում էր տոս եք խփել չգիտեմ այնտեղ տանկ եք խոցել ու մենք էլ ավելի ենք ասես ոգևորում դրանից որ կարող է հենց մեզ չէր ասում էլի Սիմոնյանին էր ասում մենք ուղղակի լսում ենք կողքից բայց որ իմանում ենք տես բաներ ենք լավ խոցել ենք ինձ ավելի ոգևորված ենք շարունակում այդ պահին գիշեր ցերեկ չի եղել էլի հիմնական հա գիշեր ցերեկ չունեինք մենք այդ ոնց որ ժամը գիշերվա 4-ին էր մի պահ մի 2-3 ժամ հանգիստ էր լինում հասցնում էինք մի 2 ժամ քնել կանստանանք որ առավոտից էլի ոնց որ գործի ենք հետո գործի ենք անցնում իրանց կողմից ինտենսիվությունը ոնց է դուք զգում եք որ իրանք ձեզանից շատ են կրակում կամ չգիտեմ հա իրանք շատ էին կրակում ավելի ու իրանք մի զենքով չէին կրակում իրանք շատ գործիքներով զենքերով էին կրակում բայց մեր տեղանքն հենց շատ հարմար էր որովհետև ոնց որ մենք այստեղ ենք սարի գտնվում իրանք խփում էին այդում էր դեպի դեպի ծորներ գնում այդ առումով շատ լավ էր էլի մեր տարածքը մեր կամազներին էին փորձում խփել բայց կամազներն էլ են հիմնականում լավ վիճակում այ արդեն այս պատերազմի միջով անցնելով այս ամեն ինչը տեսնելով ծառայությունը ավարտելով ինչ կցանկանաս ասել են մարդկանց ովքեր որ դեռ պետք է գնան ծառայության կամ գուցե նաև ինչ որ մի օր Աստված չանի բայց պատերազմում հայտնվեն էլի
Շատ դժվար հարց է։ Կուզեմ, որ տղերքը իրար հետ սիրով լինեն մաքսիմալ, իրար հարգալից վերաբերմունք ցույց տան, որովհետև պետք չի էլի, որ ասում գնա մեռի արի սիրեմ անել, ռեալ երբ որ մարդը կա, էսի տղերքի պահով, որ իրար հետ շփվում են, իսկ ծառայությանը հենց վերաբերվեն ավելի լուրջ, այսինքն լուրջ վերաբերվեն իրանց զենքին, իրանց այդ սկիլերը ոնց է հայերեն, իրանց հմտություններին, որ ոնց որ ասում է տիրապետեն իրանց մասնագիտությունը։ ռուսական մի հատ խոսք ասում է тяжело в обучении, легко в бою։ Իսկն դժվար է սովորելու ժամանակ, բայց պատերազմ կռվի ժամանակ հեշտ է լինելու։ Դե ճիշտ է։ Այդ ժամանակ մենք էլ չենք հասկանում, թե սպաները ինչի համար են այդ ամեն ինչին այդքան ուշադրություն դարձնում, հա, թեկուզ ուսումնական զորամասում, բայց հետո արդեն երբ բավը գալիս է, որ պետքա մենք դու քո ձևով այդ պիանես, զգում ես, որ այն ժամանակ ճիշտ է դժվար էր, բայց հիմա կարող ես անես ու կարող հենց էդի քեզ այդ տիրապետից դուրս բերի։ Բանակի լավ կռվելը ապահովում է խստությունը, կարգապահությունը ու այն առավոտ 6:30-ից պատյոն ժամային կարգացուցակ այդ պահպանելը, որ զինվորը ամեն ժամին իր գործերով զբաղվի, այդ արդեն մարտի դաշտում իր արդյունքը ցույց է տալիս։ Օրինակ մեր գումարտակը ամեն օր առավոտ շանս չկար 5 կիլոմետր գոնե կռոշ չվազեր, բայց պատերազմի ընթացքում էլ բոլորը ֆիզիկապես պատրաստված էին, չի եղել իրավիճակ, օրինակ, որ վիրավոր միտեղ թողնեն կամ մեկը մտածի նույնիսկ որ թողնի, դրա համար կազմակերպված է եղել էլի արդեն մարտերի ընթացքում։ Հետո այդ ոնց որ բանակից հետո էլ արդեն շատ լուրջ ձևի քեզ օգնում է այդ բանակից հետոյի քաղաքացիական կյանքում, որ ավելի կազմակերպված ես դառնում, ժամանակը սկսում ես ճիշտ կարգավորել, գնահատել ու անընդհատ քո օրը կարողանում ես հաջող կազմակերպել։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կցանկանամ մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերից. ազգային ոգի, սա է գերագույն հերոսը։ Շնորհակալություն։